Սիրելի ընկերներ, մենք վերադարձանք տաղավար, այս ընթացքում բավական հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան։ Դեռ ընտրությունների արդյունքները չամփոփված, Նիկոլ Փաշինյանը բրիֆինգ հրավիրեց եւ հայտարարեց, որ իրենք հաղթանակ են տարել այս քվեարկության արդյունքում եւ բացարձակ մեծամասնություն են լինելու։ Պարոն Ապետյան, Ձեզ սա ինչ է նշանակում։ Մինչև բուն թեմային անցնելը ես ուզում եմ Դավիթ Թագավորի 5-րդ Սաղմոսը ընթերցել եւ հավաքական առումով սա մեր ժողովրդի առավոտյան աղոթքը թող լինի եւ այսպես Տեր Ականջ դիր իմ խոսքերին եւ միտքդ առ իմ աղաղակը Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին ով իմ թագավոր եւ իմ Աստված որովհետեւ դեպի քեզ եմ աղաչում Տեր առավոտանց լսիր իմ ձայնը առավոտանց պատրաստ կլինեմ քեզ համար ու կսպասեմ որովհետեւ դու անօրենության հաճություն տվող Աստված ես չարը չի բնակվել քեզ մոտ Ամբարտավանները չեն կենալ քո աչքի առաջին Դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին Դու կկորցնես սուտ խոսողներին Տերն արյուն թափող եւ նենգավոր մարդիցը զզվում է Բայց ես քո շատ ողորմությունով կմտնեմ քո տունը եւ դեպի քո սուրբ տաճարը երկրպագություն կանեմ քո երկյուղովը Տեր Առաջնորդիր ինձ քո արդարությունով իմ թշնամիների պատճառով շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին որովհետև նրանց բերանումը ճշմարտություն չկա նրանց ներսը չարությունով լիքն է նրանց կոկորդը բաց գերեզման է եւ իրանց լեզվովը նենգություն են անում Դատիր նրանց ով Աստված թող վայր ընկնեն իրանց խորհուրդներովը Իրանց շատ ամբարշտությունների համար դեն գցիր նրանց, որովհետև խռովություն են անում քեզ դեմ։ Բայց թող ուրախ լինեն բոլոր քեզ հուսացողները, թող հավիտյան ցնծան, որովհետև դու պահպանում ես նրանց։ Թող քեզանով զվարճանան քո անունը սիրողները, որովհետև դու օրհնում ես արդարին, ով Տեր, դու հաճությունով պատում ես նրան ինչպես վահանով։ Ես կարծում եմ առավոտյան մեր ժողովրդի համար այս աղոթքը շատ տեղին է, Սաղմոսը, որ սկզբունքորեն իր մեջ աղոթք է, իսկ հիմա այն ինչ կատարվեց րոպեներ առաջ։ Հայտարարություն արվեց, որ քաղ պայմանագիրը ընտրություններում հաղթել է։ Հիմա ես ներկայացնեմ այն տոկոսները, ըստ որի քաղ պայմանագիրը հաղթել է։ Ուրեմն երբ հայտարարվեց, որ ինչ-որ ժամին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև խոսք ունի Փաշինյան Նիկոլը, այդ ժամանակ ընտրության մասնակցած քվե տված քաղաքացիների ընդամենը 3% ձայներն էին գնահատվել Ելույթի ժամանակ Փաշինյան Նիկոլի ընդամենը 9%-ը իսկ ավարտին խոսքի ընդամենը 12.5%-ը Եվ այդ ընթացքում 9% ելույթի ժամանակ 55-ից ընթացիկ հաշվարկի ժամանակ իջավ 51%։ Սա այն իրականությունն է, որը գոյություն ունի։ Ավելին ասեմ ձեզ, որ շուրջ Երևանում հաշվարկված 440 ընտրատեղամասերից հաշվարկված է ընդամենը 6-ը։ Ավելին կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անհասանելի է, որպեսզի ճշտեն իրականությունը որն է։ Այս իրողությունների ֆոնի վրա եւս մի
միջանկյալ դիտարկում։ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն փաստացի, երբ ընդամենը քվեարկության արդյունքների քվեաթերթիկների 5%-ն էր ուսումնասիրվել, կատարում է հայտարարություն, որն է շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության հաջողության առթիվ եւ ուրախությամբ ապագայում ասում է, որ աշխատելու են միասին։ Սա Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հայտարարությունն է։ Միաժամանակ Փաշինյան Նիկոլը իր խոսքի մեջ ասում է, որ 10 րոպե առաջ զրուցելու է ոչ պաշտոնական Մակրոնի հետ։ Թե ինչու է ասում, կարող ենք ենթադրել։ Բայց ես ուզում եմ, որ մեզ լսողները ուշադրություն դարձնեն հետաքրքիր իրողությունների վրա։ Այդ կուսակցության ակտիվը եւ բավականին բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում կառավարության անդամներ, որոնք կանգնած էին իրենց ուրախությունը կիսելու մեր ժողովրդի հետ, միանալով Փաշինյան Նիկոլի շնորհավորանքներին, դեմքներից նայում էիր ժողովրդական լեզվով ասած, դեմքների նայում էիր այն, որ ասում են Դավիթ, մեռած են, թաղած չեն։ Ես չգիտեմ, կարող է հաղթողների տեսք չէր։ Դա կարող է յուրօրինակ այդպիսի մոտեցում է հաղթանակի, պայքարի, բերկրանքի արտահայտությունը իրենց դեմքերով։ Ես օրինակ կցանկանայի, որ մեզ լսողները այս ժամին իրենք եւս ուշադրություն դարձնեն Փաշինյան Նիկոլի հետևը կանգնած կառավարության անդամներին, աշխատակազմի ղեկավարին, ազգային ժողովի նախագահին։ Նորից եմ կրկնում, դեմքները ավելի խոսուն են, քան Փաշինյան Նիկոլի խոսքերը։ Եթե մենք հնարավորություն ունենք այդ դեմքերը տեսնելու լուսանկարներ եւ տեսանյութ, խնդրում եմ դա ցուցադրվի։ Սա հաղթող մարկանց դեմքեր չեն։ Հիմա տեսանյութ կա, միգուցե նաև շարժականը նայենք առանց ձայն։ Ակնհայտ կա անհանգստություն ու լարվածություն, պարոն Նահապետյան։ Ես ուշադրություն դարձեցի նաև, երբ Փաշինյան Նիկոլը խոսում էր, հաղթելու մասին էր խոսում, իր թիմակիցները, կառավարության անդամներ, ազգային ժողովի նախագահ, հայացքները ամբողջովին ներքև էին ուղղված։ Սովորաբար ներքև ուղղում են հայացքը մարդիկ, օրինակ փոքր երեխաները, որոնք վատարարք են կատարել, ունեն մեղքի զգացողություն եւ դժվար է հայացքը ներքևից բարձրացնել։ Կամ օրինակ, եթե մարդը սուտ է խոսում,
կամ խոսացողը կամ իր ընկերը, որը վստահաբար գիտի, որ սուտ է խոսում, նրանք եւս հայացքները փախցնում են, այսինքն հայացքները փախցնելու խնդիր կար։ Հիմա նորից եմ կրկնում, որ 3% քվեները նայած հայտարարում է Փաշինյանը, որ զանգվածային լրատվամիջոցների մոտ հայտարարություն է անելու, 9% երբ ելույթ է ունենում, 12.5% երբ ավարտում է։ Ես ուզում եմ հասկանալ 3, 9 եւ 12.5%-ներով արդյոք տվյալների ամփոփում կարող է տեղի ունենալ։ Այսինքն ինչի հիման վրա է Փաշինյանը ասում, որ ինքը հաղթել է, ընդ որում մի պահ այդպես մեծամասնության մասն է խոսում, հիմա մենք տեսնում ենք, որ այդ տոկոսները իջնում են, եւ իր հայտարարությունը բացի իր ցանկությունից որից է ձևով չի հիմնավորում։ Առավելվեց, որ Երևանի, նորից եմ կրկնում, 440 ընտրատեղամասից հաշվարկված է ընդամենը 6-ը։ Մնացածի մասին որևէ տեղեկություն չկա։ Չկա, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողով հնարավոր չի կապի դուրս գալ։ Այս բոլոր փաստերը ինչի մասին ես ասացի, դրանք փաստեր են, հա, խոսում եմ միայն մեկ բանի մասին, որ այնինչ ասում է Փաշինյանը, դա իրականության հետ որևիցե աղերս չունի։ Ակնհայտ է, որ իրականության հետ որևէ աղերս չունի եւ պետք է նաեւ քննարկենք Փաշինյանի մեկ այլ միտք, որ ոչ օֆիցիալ հեռախոսազրույց էր ունեցել Էմանուել Մակրոնի հետ։ Հա։ Ընդունենք, որ իրականությանը մոտ բան է ասում, ունեցել է տեսականորեն եւ հարց է առաջանում, ինչու է դրա մասին հիմա բարձրաձայնում, որ Մակրոնի հետ ունեցել է խոսակցություն։ Այսինքն որն է նպատակը այս ընտրությունների ըստ իր իբր ամփոփման եւ հաղթելու վերաբերյալ խոսույթը համեմում է Մակրոն ազգանունով։ Այսինքն ինչու է Ֆրանսիայի նախագահի ազգանունը այստեղ բարձրաձայնում։ Հաստատության ցույց դնելով, որ կա արտաքին աջակցություն։ Ես ընդ որում դա մեր ենթադրությունն է։ Տարբերակ կա, որից մեկ հետ չի խոսել։ Տարբերակ B խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Խոսել է միգուցե լրիվ այլ թեմայով։ Տարբերակ B խոսել է ընտրությունների թեմայով։ Բայց որևիցե աջակցություն չի ստացել։ Այսինքն ինքը անուղակի ենթատեքստով հասկացնում է, որ մարդիկ ովքեր լսեն, որ ինքը խոսել է Մակրոնի հետ նոր դրանից հետո է լրագրողների հետ հանդիպում ունենում, անուղակի Մակրոնը տվել է իր դրական կեցվածքը։ Եթե այդպես լիներ, ես կարող եի ենթադրել, որ այնուամենայնիվ մեկ-երկու նախադասություն այդ դրական կեցվածքի հետ կապված Մակրոնը կասեր, չէ՞։ Եվ ինքն էլ հրապարակավ կբարձրաձայներ, չէ՞։ Բնականաբար։ Ուրեմն, եթե Մակրոնի ազգանունը տալիս է Ֆրանսիայի նախագահի, բայց ոչինչ չի ասում, ես կարծում եմ կամ որից է խոսակցություն չի եղել, կամ խոսակցություն եղել է, որտեղ միգուցե Ֆրանսիայի նախագահը, որ այդ առումով բազմափորձ է, ասենք կարող է եւ զգուշացրել է, որ մի քանի տոկոսով արդյունքներով չեն ամփոփում։ Այսինքն սա որոշակի առումով մանիպուլյատիվ չի, բնականաբար սա աննախադեպ է ընտրությունների պատմության մեջ։ 3%, 9%, 12.5% արդյունքներով, որտեղ իր ստացած ձայները իջնում է 55-ից 51, որից մեկը չի կարող ասել։ Հիմա պատկերացրեք, այս նույն բանը ասել ենթադրենք ընդդիմության ինչ որ ներկայացիչ կամ ներկայացիչներ, որոնք ենթադրենք առավելագույն ձայներ են հավաքել։ Օրինակ ոնց կարձագանքել օրվա իշխանությունը։ Վստահաբար ասելու էր, որ այդ 12.5%-ը չի արտացոլում 100%-ի արդյունքները, ճիշտ է։ Շատ տրամաբանական, եթե ինքը ասել, մենք այդ առումով կասենք, այո, ճիշտ է։ 12.5%-ը 100% չի։ Առնվազն 8 անգամ պակաս է, 8-ից ավել։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, եթե Փաշինյան Նիկոլը նման բան է հայտարարում,
Արդյոք սա իշխանության ուզուրպացիա չի կամ բռնազավթու։ Վերջին հաշվով դեռևս պարզ չի մեր երկրի քաղաքացիները 12.5%-ից հետո ո՞նց են քվեարկել։ Օրինակ պատական է արդյոք, որ Երևան քաղաքի ընտրատեղամասերի արդյունքները որից ձևով չի հրապարակվում կամ հրապարակվում է շատ քիչ։ Նորից եմ կրկնում, այդ իր եթերի ժամանակ դրանից հետո 440-ից ընդամենը 6-ը։ 6-ը, այո։ Հաշվի առնելով, որ Փաշինյան Նիկոլի ընդդիմախոսները լինեն դրանք կուսակցություն թե դաշինքներ, ամենայն հավանականությամբ ակնկալում են, որ իրենց ձայները առավելագույն լինելու էր Երևանից, որտեղ այդ ցույց է տվել նաև 2021 թվականի ընտրությունները։ Երևանը այս պահին առավել ընդդիմադիր է Փաշինյանին, Երևանի ընտրողները, քան շրջանների, մարզերի եւ գյուղական բնակավայրերի։ Այո, կարող են չէ՞ արձանագրել համեմատելով նախորդ ընտրությունների հետ կապված տվյալների։ Դա նաև Քարոզարշովը ցույց դրեց։ Դե հիմա եթե Երևանը չեն հրապարակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անհասանելի է, ես կարող եմ ենթադրություններ անել, ինչու է անհասանելի, ինչու չեն հրապարակում։ Ուրեմն այդտեղ խնդիր կա։ Որտեւ իսկ խնդիրը ո՞րն է, որ այդ հրապարակված թվերով իր 55-ից իջած 51%-ը կարող է կտրուկ իջնի։ Այդ դրա համար ես կարող եմ ենթադրել, հակառակ դեպքում ինչ խնդիր կա, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգերին չի պատասխանում կամ ինչու 440 ընտրատեղամասից Երևանի հաշվարկված է ընդամենը 6 ընտրատեղամասի արդյունքները։ Եվ այսպես մենք արձանագրենք, որ ես չգիտեմ այլ պետությունների ընտրությունների վերաբերյալ ես վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց ինքնին նման չչացող գնահատականներ, եթե ինչ որ պետություններում լինեին, վստահաբար ասենք այս վերջին շրջանում, որտեղ ասենք Հայաստանի քաղաքացիները, քաղաքական ուժերը, ասենք այս 30 տարվա ընթացքում վստահաբար գիշենք, որ ինչ որ մի երկիր 9-10%-ով ինչ որ մի ուժ լինի իշխանություն թե ընդդիմություն, հայտարարում է, որ ինքը հաղթել է։ Այս առումով նորից եմ կրկնում, սա աննախադեպ է եւ գտնում եմ, որ այս կեցվածքին առաջին հերթին պետք է հիմնավոր փաստարկված եւ օրենքի եւ իրավունքի տեսանկյունից, այդ թվում նաեւ միջազգային իրավունքի կեցված դրսևորեն մեր ընդդիմադիր ուժերը, նրանց առաջնորդները կամ նրանց ներկայացուցիչները։ Բնականաբար ես լիովին համամիտ եմ ձեզ հետ, պարոն Ապետյան, Հայաստանի նորանկախ պատմության շրջանակներում երբեք այսպես չի եղել, երբ ընտրությունները չավարտված, հա, իսկ ընտրությունները միայն ընտրությունները ավարտվել է հաշիվը, հաշվարկումը, նկատի ունեմ ամբողջական գործընթացը։ Այո։ Որտեվ եւ կներեք, իսկ ով կարող է հայտարարել, որ քաղաքական ուժն է հաղթել։ Արդյոք դա որից է քաղաքական ուժի առաջնորդի իրավասությունն է։ Ընտրական հանձնաժողովի գործն է։ Այսինքն հիմա մենք կարող ենք արձանագրել, որ Փաշինյան Նիկոլի նման հայտարարությունը նշանակում է, որ ինքը իր վրա վերցել է գործառույթ անձնապես, որպես կուսակցության ղեկավար եւ Հայաստանի վարչապետի պարտականությունը կատարողանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պարտականությունը վերցրել։ Հակառակ դեպքում ինքը նման բան որ հաղթել, թե հետո մյուս ընդդիմադիրների հետ ինչ պետք է արվի, ընթացքը ոնց պետք է լինի, զարգացումը հարաբերություններ այլ երկրների հետ, այսինքն ինքը կարծես չէ, թե հենց այդպես էլ արձանագրում է, որ ինքը հաղթել է եւ ըստ այդմ որպես հաղթող քաղաքական ուժի ղեկավար ինչ քայլեր պետք է անել։ Լրագրողների ինչ որ հարցերի մի մասը նաեւ դրան էր վերաբերվում։ Այդ դեպքում հարց, բա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը ո՞րն է։ Բացի հաշվարկելը նաև հրապարակա պատասխանատու կերպով օրենքի առաջ հայտարարի, որ ուժը ինչքան է հավաքել եւ ըստ հավաքած ձայների 100% նայելուց հետո ով է հաղթել։ Եվ իդեպ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը սահմանադրական առումով անկախ մարմին է եւ հաստատի մենք տեսնում ենք, որ հերթական անգամ խախտվում են այդ դրույթները տարբեր պատկան մարմինների անկախ լինելու հետ կապված, որովհետև ինչպես դուք նշեցիք, իրականացվում է հենց Փաշինյանի կողմից հենց ԿՀ-ի գործառույթը, որը ինքն իրան անկախ մարմին է։ Այն լրագրող առնվազն սահմանադրություն եւ իրավական այլ ակտեր է խախտվում, չէ՞։ Ինքը իր վրա վերցնում է մի մարմնի գործառույթ, որի իրավունք ինքը չունի։
Դուք հետաքրքիր դիտարկում իրականացրեցիք, որի համաձայն ինքը խոսում էր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունների մասին։ Ես ֆիքսեցի, որ նորից խոսք էր գնում այն մասին, որ Եվրամիության հետ այդ մերձեցումը շարունակվելու է եւ նաեւ զուգահեռ իրականացվելու է ԵԱՏՄ-ում իրենց գործառույթները, բայց մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը հատկապես վերջին շրջանում հստակորեն հայտարարում էր, որ ժամանակն է դուք կողմնորոշվեք։ Եկեք սա թեմա է, որի վերաբերյալ կարող են կարծիք հայտնել որոշակի իրողությունների, այդ թվում նաև ակնհայտ է, որ հիմա որոշակի ակնհայտ ջերմացում կա եւ հարաբերությունների եւ գետնի վրա քաղաքական կողմնորոշման դեպի Եվրամիություն, եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ եւ որոշակի գետնի վրա սառեցում Ռուսաստան Դաշնություն, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ։ Սա մենք գիտենք, տեսնում ենք եւ սա իրականություն է։ Բայց նորից եմ ասում, այստեղ հիմա ինձ հետաքրքիր է, երբ Փաշինյանը ինքը հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ, նախագահի գործառույթ, որտեղ ինքը հայտարարում է, որ հաղթած է։ Ասենք հիմա ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես չի գալիս ելույթով, որտեղ հիմնավոր ասի, որ քանի որ Փաշինյան Նիկոլի ելույթի ժամանակ եւ ավարտին ընդամենը 12.5% ցայներն են ուրեմն գնահատվել, դա վերջնական չի, սպասում ենք վերջնական արդյունքների ամփոփման։ Ես կարծում եմ այս դրա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը անհասանելի է նախագահը, պատասխանատու անձինք, որոնց լրագրողները փորձում են կապի դուրս գալ, իրազեկվել եւ այլն։ Սա եթե ոչ այո, սա իշխանության ուզուրպացիա կամ բռնազավթում է։ Ուրիշ ինչ անուն տալ։ Նորից եմ կրկնում 12.5%-ը 100% չի։ Բնականաբար։ Դե հիմա ես նորից եմ կրկնում, պետք է մեր ընդդիմադիր ուժերի առաջնորդները, ներկայացուցիչները այս իրողության վերաբերյալ իհարկե ժամը ուշ է, բայց գործընթաց է գնում, այդ գործընթացը որքանով որ մեր երկրի քաղաքացիները իրազեկվեն, բայց ես նոր իրազեկվեցի, որ ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարություն անի մոտ ժամանակներ, ես նկատի ունեմ մեր եթերի ընթացքում որ գնացինք 15-20 րոպեից կամ ավելի կարճ ժամանակ ինքը խոսքով հանդես է գալու եւ այդ հայտարարությունը միգուցե որոշակի ինչպես ժամը 4-ին, այսինքն 20 րոպեից եւ միգուցե դա որոշակի պարզեցում մտցնի նաեւ ընդդիմության հիմնական մրցակցից հետագա իրավիճակի վերաբերյալ Թե 20 րոպեից փաստորեն մենք կարող ենք մնալ եթերում, թեև ինչ որ իր խոսքի հետ կապված կարծում եմ անհրաժեշտություն կար, դա ասվեց եւ ես կոնկրետ ես ավելացնելու չունեմ եւ կարծում եմ, որ այստեղ միայն Սամվել Կարապետյանի խնդիրը չի, բոլոր հիմնական ուժերը, ովքեր որ ամենայն հավանականությամբ հաղթահարելու են ՇՄ, անցողիկ ՇՄ այսինքն իրենք լինելու են նաև իշխանության մաս ընդդիմության կարգավիճակով իրենք եւս պետք է որոշակի առումով կեցված կայո դրսևորեն եւ այստեղ նաև մի քանի այլ հետաքրքիր իրողություններ կան այո հերություն Ինձ գիտեք, ավելի շատ այս պայն հուզում է ոչ այնքան ինչ ասել է Փաշինյանը, այլ ինչ արձագանք է տալու այս հայտարարությանը կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Իր լռությունը իմ կարծիքով ինչ որ մի բանի մասին խոսում է, իսկ այդ ինչ որ մի բանը կամ պիտի
հերքի Փաշինյանի 12.5%-ով հաղթանակը տոնելու բարձրաձայնելու Փաշինյանի հայտարարությունը կամ լրացուցիչ տվյալներ փոխանցի, ընդ որում ես կարծում եմ, որ չպատասխանելը եւս իր մեջ որոշակի տեղեկատվություն պարունակում է, այսինքն այդ լրությունները հեռախոսները անհասարներ լինելը ինչ որ բանի մասին խոսում են։ Եվ այդ ինչ որ բանը ամենայն հավանականությամբ նա է, որ օրինակ Վահագն Հովակիմյան, այո, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, հա, ասենք ինքը կամտի հերքի Փաշինյանի 12.5%-ով հաղթելու իրողությունը եւ հայտարարությունը եւ մեր երկրի քաղաքացիներին որպես անկախ մարմնի ղեկավար դիմի ասելով, քանի դեռ հաշվարկված չեն ամբողջ ձայները, մենք չենք կարող ասել ով քանի տոկոս է հավաքել եւ հաղթել է թե չի հաղթել։ Կամ այդ դեպքում հարց է առաջանում, եթե ինքը չի հայտարարել եւ անհասանելի է, ուրեմն ինքը թաքցնելու բան ունի։ Այսինքն լրությունը ինչ է։ Ինչի մասն է խոսում։ Անհասանելի լինելը ինչի մասն է խոսում։ Ես կարծում եմ խոսում եմ մի բանի մասին, որ ինքը համակարծիք չէ Փաշինյան Նիկոլի արած հայտարարություններին, հակառակ դեպքում որից է խնդիր չկար։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, որը Փաշինյանի երկար տարիների մտերիմ ընկերն է եղել, բայց դա կապ չունի, որպես անկախ մարմնի ղեկավար եւ պատասխանատու է ընտրությունների հետ կապված, ինքը եւս չէ կարող էր ի պաշտոնե ելույթ ունենալ, ասել, որ այո, այսքան տոկոսով Փաշինյան հաղթել է, որը նշանակում է, որ Փաշինյանը ընդհանրապես ընտրություններում հաղթել է։ Ես պետք է հիշեցնեմ, որ մենք ամփոփում ենք զուգահեռաբար այս ամենին ստացվող տվյալները, վերջի տվյալների համաձայն այս պահին 46.82% քաղաքացիական պայմանագիրը ունի 46.82%, սա քանի տոկոս քվեների հաշվարկման դեպքում է։ Բայց մի րոպե, եւ նաեւ 55-ից 51 են իջել, հիմա 46.82 է։ Սա մեր տվյալներով, այո։ Ինչ վերաբերում է բայց այդ տվյալները հիմնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների վրա։ Ինչ վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու վերջին այդ տվյալներին մեկ վարքյան իրականում բազմաթիվ հարցեր կան, որոնք այս պահին կուտակվում են եւ հատկապես հարցերը առաջացնում այն, որ ինչպես դուք նշեցիք, Երևանի տվյալները ուշանում են։ Այսինքն կրկին Երևանի ընտրատեղամասերից փաստորեն չկան տվյալներ այս պահին դեռ այդ 6 ընտրատեղամասներ 440-ից, այո։ Ես պետք է նաև նշեմ, որ մեր այսօրվա առաջի եթերի շրջանակներում, երբ որ մենք խոսում էինք, դուք շեշտեցիք հոսանքազրկումների հավանականությունը, հա։ Դե հոսանքազրկումներ, այո, եղել են եւ հետագայում հետաքրքիր է, որ հենց ընտրատեղամասերի փակվելուց հետո արդեն բազմաթիվ տեղեկություններ տարածվեցին, որ մի շարք երևանյան ընտրատեղամասերում դա եղել է, բայց որի վերաբերյալ հերքում տվեց ոմանյանց, որը պատասխանատու էր այդ հոսանքազրկման հետ կապված հայտնի մակդիրով, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասաց
որ այդ հոսանքազրկումները էական ազդեցություն չեն ունեցել, այսինքն ինքը ոնց կարող է գնահատել էական ունեցել են թե չեն ունեցել։ Սա մոտապես նման է Փաշինյանի այն հայտարարությանը, որ 12.5%-ով իրենք հաղթել են։ Սիրելի ընկերներ, մեզ հուշեցին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, հստակ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռայեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Իրենք ընդամենը 30% տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են։ Բայց դուք գիտեք, որ 30%-ը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել։ Դրա համար անցան հատուկ գործողությունների եւ մենք նույնիսկ պատկերացում չունենք ինչ գործողությունների։ Դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են եւ անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել եւ անպայման հայտարարության հանդես կգանք ընտրական ընտրության արդյունքների մասին։ 12-ին մեղրի տանում են, լցնում են ընտրապեղամաս զինվորականներին, որ քվեարկություն անեն անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարը, չունենալով դրա համար ոչ մի հնարավորություն։ Իրենք դա զգացին, հենց սկսեցին արդյունքները հաշվել, հենց սկսեցին քաղաքների արդյունքները հաշվել։ Դրա համար շատ շնորհակալ եմ մեր լրագրողներին այս ուժամին այս հարցազրույցի համար եւ անպայման մենք առավոտյան ձեզ կներկայացնենք ճշգրիտ տվյալները։ Շատ շնորհակալություն։ Լսեցիք ինչ ասի, հետո հարց չտաք։ Պաստորն ինչ ասեց Սամվել Կարապետյանը, ասեց հետևյալը, քանի դեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջ արդյունքները չի հայտարարել, որից է ձևով պարզ չի, ով է հաղթել, ոնց է հաղթել, բայց այն որ Փաշինյանը, ինչպես ասում են, շտապեց, դա ինչ որ բանի ցուցիչ է, առավելևս Սամվել Կարապետյանը եւ կարծում եմ իր համախոհները դա այնքան ակնհայտ էր, առանձնապես պետք չի լինել լուրջ մասնագետ, որպեսզի գնահատել թե ինչ հոգեվիճակով եւ ինչ տրամադրությամբ էին Փաշինյան Նիկոլի թիկունքում կանգնած իր կուսակցության ամենահավատարիմ անձերը, որոնք բոլորը լուրջ պաշտոններ էին զբաղեցնում, կառավարության անդամ, ազգային ժողովի նախագահ, աշխատակազմի ղեկավար եւ այլն։ Շատ կարևոր դիտարկում իրականացրեց պարոն Կարապետյանը։ Ես լիովին համեմատեմ եմ ձեզ հետ, պարոն Ապետյան։ Փաստացի հաստակորեն հանրությանը ուղերձ հղվեց, որ ամեն ինչ վերջացած չէ։
Դե որտեվ հաշվարկված չի։ Կենտրոնական ընտրական ընդ որում մի հետաքրքիր շեշտադրում է պարոն Կարապետյանը, որ փաստացի գյուղական բնակավայրերի ընտրատեղամասերի թվերի հաշվարկով էր, որ Փաշինյանը ինչ որ հաղթում, ինչ որ տոկոսով, ասենք 50% գումարած 1 կամ միգուցե ավել, երբ սկսում են քաղաքների եւ Երևան քաղաքին հաշվել, փաստացի կտրուկ ընկնում է եւ նաեւ փաստորեն ոչ ուղակի, բայց անուղակի ասեց, որ այս հայտարարության իմաստն էր, որ ինքը գիտի, որ Երևանում եւ այլ քաղաքներում հաշվելուց իր տոկոսը կտրուկ ընկնելու է, այսինքն արձանագրվելու է պարտությունը, դա համար կանխարգելիչ քայլ արվեց փաստացի Փաշինյան Նիկոլի կողմից, որ հրապարակավ ընդհանրապես գյուղական որոշ շրջանների ընտրատեղամասերի արդյունքներով ասեց, որ ինքը հաղթել է։ Սամվել Կարապետյանը ասում է կսպասենք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները կամփոփի, ամփոփելուց հետո բնականաբար, եթե ընդդիմությունը բողոքարկելու խնդիրներ ունի, ես կարծում եմ ունի կոնկրետ զինծառայողների պահով դիտարկում արեց, այդ դեպքում շատ կարևոր կլինի բողոքարկում, իհարկե միայն բողոքարկումից հետո քննումից հետո նոր վերջնարդյունքները պարզ կլինեն, բայց մինչև բողոքարկումը ըստիս կարծում եմ արդեն որոշակի առումով երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջ արդյունքները ամփոփի, այստեղ որոշակի առումով արդեն կզգացվի, ասենք, ով ինչքան տոկոս է հավաքել, ով է հաղթել եւ այլն։ Եվ ըստ այդմ հետագայում ըստ էության արդեն պարզ կլինի ու համապատասխան ըստ իրավիճակի կեցվածքը։ Եվ վերադառնալով այդ դիտարկմանը պարոն Կարապետյանի կոնկրետ զինծառայողների դրվագի հետ կապված, որից եմ շեշտում, դա շատ կարևոր դիտարկում էր, որովհետև ի ցույց դրվեց, թե ինչ է կատարվում, հա? Այսինքն 21-րդ դարում ենք, համարվում ենք իբրև թե ժողովրդավարության բաստիոն, արևմուտքը բազմաթիվ արևմտյան ու առաջատար արևմտյան երկրները բառեր չեն խնայում գովեստի խոսքեր հղելով Հայաստանում իբրև թե ժողովրդավարության աճի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլն այդ կեղծ խոսքեր հղելով, բայց ինչ ենք տեսնում, որ տեղամասերը փակվելուց մի քանի ժամ հետո զինվորների են բերում քվեարկության համար, այսինքն մի քանի ժամ չէ, բավականին շատ րոպեների տարբերություններ, ես մի երկու ընտրատեղամաս նայել եմ, ժամեր չկար եւ չէ, ուզում եմ ասել, որ այդ վերջին պահին հիմա կարող ասեն, որ ծառայության մեջ էին, հնարավոր չէր եւ դա հարցի բան է, մյուս կողմն է, բայց ակնհայտ է, որ այդտեղ ինչ որ բան չի, թե ինչ չի, ես կարծում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք ունեն վստահված անձիկ, հանձնաժողովի անդամներ, դիտորդներ եւ այլն, իրենք հիմնավոր ավելի տեղին եւ փաստարկված կարող են իրազեկել մեր ժողովրդին այդ իրողությունների մասին, ինչ է կատարվել։ Այսինքն սպասենք մինչեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի։ Այո, թեև անհասանելի է, ես նոր չեմ ասում, խիստ կասկածելի է իր անհասանելի լինելը եւ ամենակարևորը, որ մեր եթերի սկզբից մենք ճշտեցինք, որ 440 ընտրատեղամասերից հաշվարկված են ընդամենը 6-ը։ Ես կարծում եմ, որ այդ 6-ն է ինչ որ ձևով Փաշինյանին հուշել, որ իրենց վիճակը այնպես չի, ինչպես գյուղական, ասենք, համայնքներում։ Եվ իդեպ, երբ որ սկզբնական այդ տվյալները հրապարակվում էին, քպականներն էլ կիսվում էին իրենց էջերում ուրախության այսպես գոչյունների ներքո, երբ որ ուսումնասիրում էի, տեսնում էի, որ դա կամ սահմանամերձ գյուղական համայնքներն են, կամ այլ վայրերի փոքրիկ գյուղական համայնքներ, որտեղ այո, քաղաքացիական պայմանագիրը կարող էր ունենալ առավելություն։ Բայց մենք թեկուզ այս քարոզ արշավի ընթացքում է եւ ես մեկ անգամ որ փորձենք ամփոփել, մենք ինչ ենք տեսել, որ քաղաքացիական պայմանագիրը ունեցել է շատ լուրջ հակազդեցություն քաղաքացիների կողմից,
խոշոր քաղաքներում, ու հատկապես օրինակ մայրաքաղաք Երևանում։ Եվ դա մեկ դրսևորում չի եղել, դա բազմաթիվ Դրա վրա ուշադրություն դարձած նաև Սամվել Կարապետյանը։ Այսինքն գյուղական վայրերում ինչ որ առավելություն ունի, բայց քաղաքում որտեղ եւ Երևանում մոտ կես միլիոն ընտրող 490 քանի հազար, թե 80 քանի հազար։ Երևանը այսինքն վճռորոշ եւ թվականակով եւ այո, այդ առումով ես կարծում եմ ոչ միայն այս իշխանությանը, բոլոր ընտրությունների ժամանակ Երևանի ընտրողները այդ առումով առավել ընդդիմադիր են։ Մնում է համբերատար սպասել կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանը տոկոսների վերաբերյալ։ Եվ բնականաբար, եթե կարգը այդպիսին է, իսկ կարգը այդպիսին է, ընդդիմության բողոքարկումները, որոնք արձանագրվել են, որոնք գտնում են, որ էականորեն ազդել են կամ չեն ազդել, բայց այնուամենայնիվ բողոքարկումներ լինելու են, որտեղ խախտումներ կան եւ արձանագրումները կան այդ խախտումների։ Այնպես որ այսինքն գործընթացը դեռ նոր է սկսում, բայց նորից եմ կրկնում, Փաշինյանի այսօրվա խոսքը ինքնին մի բանի ցուցիչ է, որ իրենք երևի թե գնահատել են, որ իրենք չեն կարող հաղթել եւ կանխարգելիչ քայլ են արել վաղօրոք հաղթանակի մասին բարձրաձայնելով։ Այսքան։ Ես նաեւ պետք է ավելացնեմ, որ եթե փորձանք ու ամփոփել, այսօր ինչ ունեցանք, զանգվածային ընտրախախտումներ, բազմաթիվ բնույթի, սկսած ուղղորդումներից, երբ որ պատկան մարմինների ներկայացուցիչները կամ ԿՊԱ կամ պաշտոնյաներ կամ պատգամավորներ ընտրատեղամասում կամ ընտրատեղամասից դուրս փորձ էին անում կամ չէ, փորձել չէ, հենց ուղղորդում էին ընտրողներին։ Ընտրատեղամասում մենք տեսնում ենք կրկնակ քվեարկության կամ խմբակային քվեարկության դեպքեր, տեղեկություններ էին տարածվում, որ բռնություններ են եղել ընդդիմադիրների նկատմամբ, տեղեկություններ էին տարածվում, որ վաղ առավոտից ուժերներն են գործի անցել, մասնավորապես Գյումրիում, եւ բնականաբար հոսանքազրկումները, որի մասին դուք բավականին դիպուկ խոսեցիք մեր սկզբնական եթերի շրջանում, եւ այս ամեն ինչի ապոգեյը, հա, այո, գագաթնակետը դա Փաշինյանի ասուլիսներ։ Զինվենք համբերությամբ, սպասենք արդյունքներին, որը փաստորեն յուրաքանչյուր քաղաքական ուժի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հնարավորություն կտա կողմնորոշվել իր հետագա քայլերի հետ կապված։ Հակառակ դեպքում մեր ժողովուրդը կարող է հայտնել մի վիճակում, որտեղ մութ սենյակում սև կատու է ման գալիս, որն էլ չկա։ Այո, թերևս սպասենք։ Այս պահին մենք որոշակիորեն ամփոփենք, շարունակեք մնալ սիրելիներ Anti-Fake-ի եթերում եւ սպասենք որպեսզի հասկանանք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Հիշեցնեմ, որ այսօր մենք ես լրացնում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս պահին նոր տեղեկություն եղավ 725 տեղամասի ուրեմն արդյունքներ ամփոփել։ Այստեղ տոկոսները չգիտեմ գրաֆիկով որքանով է երևում։ Հա, ուրեմն 725-ով քաղ պայմանագիրը 51.23% է, մյուս ուժերը ավելի քիչ են, 22.8% ուժեղ Հայաստանն է, երկրորդ տեղում, երրորդ տեղում Հայաստան դաշինքը 9.95%։ ԿՊ-ն ինչքան էր։
ԿՊ-ն 51-23 51-23 Ուժեղ Հայաստանը 22-8 եւ հիմա նայենք ով է անցել հաջորդը Բարգավաճը 3.94 այսինքն անգամ շեմը չի անցել այս տվյալները ամփոփվել են 725 տեղամասի արդյունքներով այսինքն կարող ենք արձանագրել սա մոտ այն ինչ որ ասեց Սամվել Կարապետյանը ասեց 30% չի ասեց այն մոտապես ամենայն հավանականությամբ սրա մասն էր խոսքը մոտ 30% որտեղ հիմնականում ամփոփվել է գյուղական բնակավայրերի արդյունքները այսքան առայժմ Այո, սիրելիներս, այս պահին այսքանը շարունակեք հետևել իրադարձություններին եւ մենք էլ ձեզ հետ միասին հետևում ենք տեղի ունեցողին եւ սպասենք առողջության զարգացումներին